Ուրեմն խորհրդարանական ընդդիմությունը այս պահին ազգային ժողովում անցկացնում է խորհրդարանական լսումներ, այսպես կոչված impeachment-ի թեմայով։ Բնականաբար չկա impeachment, իրենք չունեն այդ ստորագրությունները, չեն էլ ունենալու այդ ստորագրությունները, բայց ինչ որ ձև պետքա ցույց տան, որ իրենք քաղաքականապես դեռ կան, գոյություն ունեն, դրա համար տես process է, որի համար այսօր հավաքվել են, ասում, խոսում, բայց գլխավոր միտքը հետեւյալն էր, որ հնչեց, ասում են, այս process-ի գլխավոր նպատակն է նա, որ թույլ չտանք հանկարծ բանը հասնի խորհրդարանական ընտրություններին, որովհետև գիտեն, որ հենց որ իրենք առերեսվեցին ժողովրդի կամքի հետ, վերջնականապես ջախջախվելու են եւ հայտնվելու են համապատասխան տեղում։ Որովհետև գիտեն, որ որևէ պարագայում, որևէ սցենարում ընտրությունների միջոցով իրենք հաջողություն չեն ունենալու։ Եվ սա դրա ամենամեծ խոստովանությունն է։ Եթե այսօրվա այդ լսումները որևէ մեկը չլսի, չտեսնի, գլխավոր միտքը դա է։ Կամ ինչ լսումներ ասենք օրինակ։ Պտտվեցին, ինչ ասես արեցին, ում ասես բերեցին եւ այլն ու վերջում եկան հավաքվեցին ու լերը մուկ ծնեց։ Հաջորդ անգամ ես առաջարկում եմ ընդհանրապես, հաջորդ անգամ առաջարկում եմ խորհրդարանական մտածումներ անել, ոչ թե լսող, խորհրդարանական խոկումներ ընդդիմության կողմից impeachment-ի թեմայով։ Եվ օրինակ դուք ձեր մտքերում կարող եք գալ, մտածել ու ձեր մտքերում Հայաստանում impeachment անել, ձեր մտքերում վերադառնալ իշխանությանը, ձեր մտքերում շարունակել թալանել ժողովրդին, ձեր մտքերում շարունակել լող տալ կոռուպցիայի մեջ, ձեր մտքերում շարունակել հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը, բայց միայն ձեր մտքերում, որովհետև ժողովուրդն այլևս երբեք ձեզ թույլ չի տալու, որ դուք իրական կյանքում իշխանությանը մոտ գաք։ Այնպես որ մինչ հաջորդ խորհրդարանական խոկումներ